քաղաքացիական պայմանագիր իր նախընտրական ծրագրում կաթողիկոսին հանգստի կոչելու դրույթ ունի նշած եւ անկախ են հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից հետո այլևս ոչ լեգիտիմ իշխանության փաստացի ղեկավար է եւ անկախ են հանգամանքից, որ ինչպիսի վստահության մանդատ էլ ունենա որևէ իշխանություն եկեղեցու դեմ ոտնձգելու իրավունք չունի, միևնույնն է շատ շուտով առաջիկա շաբաթներին, ամիսներին մենք կլսենք Փաշինյանի ցինիկ բացատրությունները առայն, որ քանի որ ժողովուրդը իրեն վստահության մանդատ է տվել, ուրեմն լեգիտիմ է եկեղեցու դեմ արշավը եւ այլն եւ այլն։ Ամենավատ սցենարին ի դեպ ես սպասում եմ եկեղեցու հետ կապված, որովհետեւ այո, կա դրսից հստակ պատվեր կազմալուծել մեր ինքնության պահպանման այդ դիմադրության վերջին եւ ամենապինդ օջախը, որովհետեւ դա մասնագիտական առումով, հա, եթե քննարկենք այս հարցը, հայ առաքելական եկեղեցու կարևոր դերակատարումը հայ ժողովրդի կյանքում, երբ որ մենք չենք ունեցել պետականություն հարյուրավոր տարիներ, օրինակ դա կարա լինի Արշակունիների անկումից հետո մինչև Բագրատունիների դինաստիայի հաստատում, այսինքն 9-րդ դարում պետականության ստեղծում կամ Բագրատունիների անկումից հետո մինչև այս տարածքում արդեն առաջին հանրապետության ստեղծում, այսինքն բավականին լայն շրջափուլ, մի քանի 100 տարի, մենք եղել է, որ պետականություն չենք ունեցել։ Եվ եկեղեցին է եղել այն կառույցը, ինստիտուցիոնալ կառույցը, որը որ կարողացել է հայ ժողովրդին հասցնել մինչև մեր օրեր, որովհետև լավ, Մեսրոպ Մաշտոցը, որը որ ստեղծեց հայոց գրերը, Մեսրոպ Մաշտոցը այն մարդն էր, ով հստակ կապ ուներ հայ առաքելական եկեղեցու հետ, այո, եւ նա իր կրթությունը ստացել էր եկեղեցու շրջանակներում եւ նաեւ հոգեվոր ծառայության մեջ էր եղել, այսինքն եկեղեցին այդ հարցում եւս ուներ իր նշանակալի ավանդը, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին այդ շրջափուլում կարգավորում էր բոլոր հարցերը, որը որ կապված էր հասարակության հետ։ Եվ եկեղեցու եւ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծմամբ 405 թվականին հսկայական ավանդ ներդրվեց հայ ժողովրդի ինքնության պահպանման շրջանակներում եւ եկեղեցին, այո, դա այն ինստիտուցիոնալ կառույցն է, որը որ այսպես միջնաբերդի, ամուր միջնաբերդի նման 100 ամնակներ շարունակ պահպանել է մեր ինքնությունը, մեր ազգային դիմագծերը, մեր մենթալիտետը եւ այլն եւ այլն եւ այլն։ Չի թողել, որ մենք օտարերկրյա զավթիչների ներքո տարալուծվենք։ Եվ եթե չլիներ եկեղեցու դերակատարում, մենք չէինք հասնի այս օրին։ Այս օրին չենք հասնի, մենք կտարալուծվեինք, այո։ Միակ կամ բացառիկ կառույցն է, եւ ես դրա համար եմ ասում, որ կերպով կամ էությամբ կոլաբորանտ իշխանությունը ես չեմ կարծում ինչ-որ տաբուներ ունի, մենք տարբեր առիթներով հեսա մի թեմայի մասին էլ քիչ անց կխոսենք, այս մարդիկ տաբուներ չունեն, կարմիր գծեր չունեն, ամենավտանգավոր բանն է, որը որևէ իշխանության, որևէ կուսակցության, որևէ մանձի համար զսպող հանգամանք է, չէ, տաբու ունենալը։ Այս մարդիկ տաբուներ չունեն եւ ավերիչ ընթացքի մեջ են, ընդ որում բարոյականության նորմերն են տրորում, հասարակության արժեհամակարգի արժեհամակարգը քայքայելու ուղղությամբ հետևողական աշխատանք են տանում